Եվրամեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը, մեր տաղավարում հյուրընկալել են Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանին։ Բարև ձեզ, պարոն Գիգոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հրավերս ընդունեցիք։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Գիգոյան, ձեզ հետ նպատակ ունեմ վերլուծելու առհասարակ տնտեսական ոլորտը վերջին զարգացումների ֆոնին, հատկապես կաթնամթերքի շուկան։ Սկսենք նրանից, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջին ժամանակահատվածում ամենատարբեր սահմանափակումներն է կիրառում հայկական բերք-բարիքի, գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև վերջերս տեսանք կաթնամթերքի ոլորտում։ Այս ամենը ձեզ համար նախ սպասելի չէր, որովհետև մի քանի ամիս է ինչ նմանատիպ սահմանափակումների է ականատես լինում, եւ ինչ ունենք առնվազն այսօրվա դրությամբ կաթնամթերքի շուկայում եւ տնտեսության մեջ առհասարակ։ Շնորհակալություն հարցի համար եւ հրավերի։ Շատ առաջ չանցնեմ, բայց ասեմ, որ սպասելի էր, բնականաբար սպասելի էր։ Սպասելի էր նույնիսկ 20 թվականի հայտնի իրադարձություններից հետո։ Պատերազմից հետո։ Իհարկե, պատերազմի արդյունքներից հետո։ Պատերազմի արդյունքներից հետո մեզ համար շատ բան էր սպասելի եւ որոշ բաների նույնիսկ մենք, այսպես ասում են, նստած սպասում ենք ճակերտների մեջ։ Մենք նույնիսկ փոքրիկ ժողով ունեցանք Պանրագործներով եւ այս հարցի քննարկումը մեր մոտ վերցանվեց եւ եկանք այն եզրահանգման, որ ամեն դեպքում, քանի որ կարող է իրադարձությունները զարգանալ ոչ դրական հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, պետք է փորձենք ինչ-որ մի բան անել դիվերսիֆիկացիայի հետ կապված։ Փորձեր արել ենք, աշխատանքներ տարել ենք, արդյունքները գոհացուցիչ չի, բնականաբար, եթե գոհացուցիչ լիներ մենք նման խնդիր չենք ունենա կամ սահուն անցումներ կկատարենք։ Փորձերի արդյունքում մենք հասկացանք, որ զուտ մեր ուժերով այդքան էլ հեշտ գործընթաց չի առհասարակ ոլորտային արտահանման աշխատանքների դիվերսիֆիկացիոն գործընթացները իրականացնել։ Իսկապես բարդ է, սակայն մեր փորձով մենք կարող ենք կիսվել ներկայիս ղեկավարության հետ, ինչ աշխատանքներ կարելի է պլանավորել եւ ինչ ուղղությամբ կարելի է աշխատանքները կետային իրականացնել։ Ներողություն, դուք ասում եք, որ աշխատանքներ եք կատարել, բայց այդ ժամանակահատվածում առնվազն դուք միայնակ եք աշխատանքներ կատարում, թե կառավարության հետ համընթաց։ Միայնակ։ Փորձեր եղան կառավարության հետ համագործակցելու, սակայն իմ կարծիքով ժամանակի եւ այդ ժամանակվա կամ այդ ժամանակահատվածների կառավարության առաջ դրված խնդիրները այլ էին։ Այլ բաների մասին էին։ Փոքր-ինչ այլ են, որոշ թե լրիվ այլ են։ Օրինակ, կաթի արտադրության կարգավորման հետ կապված աշխատանքներ, այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Գոհ ենք մենք այդ աշխատանքներից, ոչ։ Ինչու եմ ասում գոհ ենք, թե ոչ, որովհետև առաջի շահառուն անմիջապես կաթ վերամշակողն է։ Այսինքն կաթի արտադրության աշխատանքների կարգավորման գործընթացը ուղղությունը ճիշտ է, տեմպերը թույլ են։ Օբյեկտիվ գնահատական տակ։ Ինչու եմ հիմա այս հարցը բարձրացնում, որովհետև եթե մենք ժամանակին կարողանայինք կաթի արտադրության հետ կապված թերացումները աստիճանաբար նվազեցնենք եւ աշխատանքները բերենք ցանկալի եզրահանգման, ապա նմանատիպ խնդիրներ, ինչպիսինք են կախվածությունը արտաքին շուկայից, կլիներ աննկատ։ Ասենք ամենամեծ վտանգը դա ոչ թե պանրի կամ հայկական արտադրության կաթնամթերքի արտահանումն է, այլ կաթի փոշու ներկրման հետ կապված սահմանափակումներն են Հայաստան, որտեղ ցավոք սրտի այս անցումային ժամանակաշրջանում մենք ունենք կաթի դեֆիցիտ։ Կաթի դեֆիցիտի ծավալը բավականին մեծացել է, որովհետև կաթ արտադրող ֆերմաների քանակի աճը բավարար չի, ինչքան որ կաթը նվազել է։ Այդքանը այսինքն Այսինքն այս ամենի համատեքստում ինչ է դուրս գալիս, այս պահի դրությամբ ինչ իրավիճակ ունենք, սահմանափակումների մասին է խոսքը։ Սահմանափակումների արդյունքում մենք ունենք որքան վնաս է կրել գյուղացին արտադրող դուժող, 4 լուրջ արտադրող դուժող, 4-ն էլ լավն են, 4-ն էլ պատրաստված են, ունեն լիարժեք տեխնիկապես եւ տեխնոլոգիապես հագեցված արտադրամասեր են, բայց ցավոք սրտի գիտակցելով, որ ռուսական շուկան ինքը ռիսկային է բավարար, աստիճանի աշխատանքներ տանելու պարագայում էլ, նույնիսկ գերազանց աշխատանքներ տանելու պարագայում էլ միևնույն է դա քաղաքական հարթության խնդիր է եւ ռիսկային է, բայց մարդիկ ճարահատված գնացին այդ ճանապարհով։
Շատերը որոնք կարող են դիվերսիֆիկացրեցին ներքին շուկայում փոքր ծավալներով Միացյալ Նահանգներ, արաբական, բայց հիմնականում ներքին շուկայի մասին է խոսքը։ 4-ը իրենք բավական խոշոր են, համեմատաբար որպես հարկատուել մեր ոլորտի շրջանակներում նույնպես երևացող են եւ շատ լավ կլիներ, որ 4-ի հետ կապված անհատական աշխատանքներ տարվեր կառավարության կողմից։ Իսկապես։ Այս ամենի համատեքստում կատնամթերքի գնի անկում կլինի հայկական շուկայում, թե ինչ կանխատեսումներ ունեք այս իմաստով։ Հաշվի առնելով այն փաստը, որ տեղական կաթի արտադրությունը բավարար չի տեղական պահանջարկին վերամշակողների կողմից եւ կատնամթերքը պետք է զտել պանիրների եւ այլ կատնամթերքների։ Պանիրների պահանջարկի հետ կապված մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որտեղ տեղական շուկայի 50%-ը եթե ոչ ավելին, դա պանիր չէ, այլ պանրամթերք է։ Ցավոք սրտի մենք այդ փաստի առաջ հիմա կանգնած ենք։ Այդ երևույթը պետք է լիներ խիստ ժամանակավոր, բայց ինչ-որ երկար է տևում, որովհետև կաթի արտադրության հետ կապված վերադառնում ենք նույն հարցին, կաթի արտադրության հետ կապված աշխատանքները դանդաղ են զարգանում։ Այդքանը։ Դուք ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ բնական կաթից պատրաստվող պանիրի միջև 40%-ը ուրեմն դեֆիցիտ կա այս իմաստով, ճիշտ է։ Այս իմաստով, եթե արտահանումը ուրեմն առաջնահերթությունը տրվել է արտահանապահ, ինչու ներքին շուկայում այս ամենը չի սպառվել։ Գինը։ Ամբողջ խնդիրը գինն է։ Այո, իհարկե գինը։ Եվ ինչպես պիտի բալանսավորվի այս ամենը։ Բալանսավորման տարբեր եղանակներ կան։ Միջոցներ կայ, գործիքներ եւ իմ կարծիքով այս տաղավարում հիմա ժամանակ ծախսել այդ գործիքաշարերի հետ կապված քննարկումներին, իմ կարծիքով վաղաժամ է կամ ոչ նպատակային։ Իսկ եթե փոխենք դետալացված այդ գործիքակազմի մասին կցանկանայի մի փոքր մանրամասնեք։ Ասեմ դες, լավ։ Այն իրավիճակը, որ ես մի քիչ առաջ ասացի, մենք ունենք հետեւյալ պատկեր։ Ունենք կաթով ստացվող մթերքներ, պանիրներ եւ կաթի փոշու եւ բուսական յուղով պատրաստված հատուկ տեխնոլոգիայով պատրաստված կատնամթերքներ, պանրամթերքներ կներեք։ Պանրամթերքների տեսակարար մասը ավելին է, քան ցանկալի է լինել։ Ինչու, որտեղ գինը ցածր է։ Պանրամթերքի ուղղությամբ կատարվող սննդի անվտանգության տեսության կողմից վերահսկողությունները կատարվում են տարբեր պետական ինստանցիաներ ինչ-որ աշխատանքներ տանում են, բայց դրանք բավարար չեն, որովհետև հիմնական մոտիվացիան նմանատիպ արտադրանքներ տվողների դա բիզնեսն է, դա շահն է։ Իսկ գործարարին ցույց տալ, որ դու շահի հետևից մի գնա, դա բավականին սխալ, շատ բաց ճանապարհ է, շատ սխալ ճանապարհ է։ Այլ հարց է, որ կարելի է համապատասխան կանոններ պետության կողմից արդեն առաջ քաշվի, որ պանրամթերքի հետ կապված աշխատանքները տանի զրոյացման կամ եթե շատ մանրանամ, չգիտեմ, հաճախորդներին հետաքրքիր կլինի, պոտենցիալ գնորդներին հետաքրքիր կլինի, թե ոչ, ասենք տեսակարար մասը բուսական յուղի պանրամթերքում պետք է լինի ոչ ավել քան 4 նյութերում 50%, մնացածը պետք է այնտեղ խախտումներ են անում, քանի որ եկամուտների գների տարբերություններ կա եւ այդ առայժմ դրա վրա են կանգնած։ Չեն ասում, որ հարգելիներս ներմուծվող կաթի փոշու ծավալների մեծ լինելը ինքը արդեն պայմանային անվտանգության հետ կապված խնդիր է։ Միգուցե մենք այստեղ այնպես նախապատրաստվենք, նախապատրաստական աշխատանքներ տանենք, որպեսզի կաթի ավելացման հետ կապված մենք մեր կաթի փոշին ունենանք։ Դա շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Եվ առհասարակ Հայաստանում սննդամթերքի արտադրության մասով պետք է առաջնորդվել պայմանային անվտանգության տրամաբանության շրջանակներից ելնելով։ Ցավոք սրտի մենք Հայաստանում առայժմ դա չունենք։ Ես չեմ շտապում մեղադրել, մատնացույց անել սխալներին, բայց դա այն կարևորագույն կրիտիկական կետերն են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձվի։ Պայմանային անվտանգության դոկտրինան, որպես այդպեսին Հայաստանում կա, բայց ինքը չի հասցեագրված։ Ինքը չի հասցեագրված, որ Հայաստանի տնտեսության եւ գեոգրաֆիայի հնարավորություններից ելնելով հնարավոր է բավարարել անհրաժեշտ սպիտակուցների եւ ինչ-որ ճարպերի եւ այլ, այսինքն ինքը բավարարման տեսակարար զամբյուղը
չի ֆիքսված, ըստ ոլորտների չի բաշխված, ասենք անասնապահության ոլորտով, կաթեարտադրության ոլորտում, հացահատիկի արտադրությամբ եւ այլն, այսինքն մենք ունենք գլոբալ խնդիր, որի թերի աշխատանքի կամ աշխատանքի բացակայությունը պարբերաբար մեզ կարող է բերել նմանատահաճ իրավիճակների առաջ կանգնեցնել։ Տեսեք, դուք բավականին երկար, բավականին մեծ ուրեմն կետեր եք նշում, բավականին շատ կետեր եք նշում, ինչում կա խնդիր, ինչու պետք է ուշադրություն դարձվի, այս ժամանակի ընթացքում ինչու այս խնդիրները լուծման չեն արժանացել։ Լավ օրինակ բերեմ, ես մյուս հարցազրույցներին էլ այդ օրինակը բերել եմ, այս օրինակը հիմա բերեմ, շատ հետաքրքիր օրինակ է։ Ռուտինան, հայերեն չգիտեմ ռուտինան ոնց է, ռուտինան կառավարման ինքը այնպիսի մեծ գրավիտացիոն բացասական էֆեկտ ունի, որ կարող է ամենալավ ու ճիշտ կրթություն ունեցող լավ նպատակներով մարդը մտնում է այդ կառավարման գործընթացի մեջ, այդ շղթայի մեջ, ինքը աստիճանաբար հանձնվում է օրվա խնդիրների լուծման գործընթացին։ Հասարակ օրինակ բերեմ, ներկայիս էկոնոմիկայի նախարարը մինչև պաշտոն ստանալ ինքը հայտարարեց, թե ինչ կետերի, ինչ պրիորիտետների վրա է ուշադրություն դարձնելու։ Եվ պրիորիտետներից մեկը դա Հայաստանում կորպորատիվ կառավարման ինստիտուտի ձևավորման կարևորությունն էր։ Դա իսկապես շատ խորը եւ կարևոր երևույթ է։ Դա Հայաստանի Հանրապետությունը հանգամանքներից եւ ֆաթական իրադարձություններից ելնելով Հայաստան ավելի քիչ մարդ է ապրում հայեր, քան թե Հայաստանից դուրս, եւ դա հետաքրքիր շանս է, որպեսզի ներդրումային գործընթացները Հայաստանում ապահովել, բայց առանց գործիքաշարի դա չի կարող լինի։ Մենք չունենք այդ գործիքաշարը, առանց կորպորատիվ կառավարման ինստիտուտի ձևավորման այդ գործիքաշարը չի կարող աշխատել։ Ցանկացած ոլորտ, նաեւ բանագործության ոլորտը նույնպես կարող է ընդգրկված լինել ներդրումային ցիրկուլյացիայի մեջ, որը զարգացնում է, համաշխարհային տնտեսական, ֆինանսական ոլորտները բոլորը այդպես են զարգացել։ Ամեն դեպքում շատ կարևոր էր, ինձ շատ ուրախացրեց։ Մեր գործընկերը, ներկայիս էկոնոմիկայի նախարարը վստահ են, որ օրվա խնդիրների լուծման ռուտինայից ելնելով չկարողացավ ժամանակ տրամադրել այդ կարևորություն ունեցող նախորդ հայտարարած կարևորություն ունեցող երևույթին։ Ինչու՞։ Եվս հարց եմ տալիս հռետորական չի հարցը, որտեղ կառավարման մեթոդիկան առայժմ մնում է հին։ Տեխնոլոգիան կառավարման բարեփոխման կարիք ունի։ Ես միգուցե անպագոտ գորը հնչում իմ ասածները, բայց փաստացի եթե պետություն եւ հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը ավելի սերտ լիներ եւ ավելի օրգանիկ, մենք նույնիսկ այնպիսի խնդիրներ, ինչպես այսօր ունենք, մենք չենք ունենա, եթե ունենալուց էլ ավելի թեթև կունենանք, ավելի քիչ խոցելի կլինենք այդ հարցերում։ Ընդհանրապես բանալագործների միություն, ընդհանրապես հասարակական ինչ-որ մի հատ կազմակերպություն, կաթի վերամշակման ինչ-որ թեև ներկայացնող իր ներքին ժողովով 20 թվականի պատերազմից հետո նստել ծանոթ-թեթև արել, որ 10-ից ավել արտահանողներ ունենք, կախվածությունը մեծ է, ոնց անենք, ինչ անենք, նստել ենք այդ քննարկումները մեր մեջ եղել է։ Ոնց անենք, ինչ անենք, ինչպես դուրս գանք ուրիշ տեղ, արժի աշխատանք տանել, չար մարդ կասում է, արժի աշխատանք տանել, մարդ կասում է, այդ ոչ մի բան չի լինի, ես ասա գա տեղը կընկնի, տեղը չընկնի, հակառակը։ Շատ լավ։ Պարոն Գիգոյան, ինչ սոցիալական հետևանքներ կթողնի այս ամենը գյուղացու վրա, այն մարդու, որը օրնիբուն աշխատում է գյուղում եւ մեզ ուրեմն ամեն ինչով ապահովում է, կարելի ասել, եթե կաթի իրացման խնդիրները շարունակվեն եւ խորանան։ Գյուղացու հետ կապված վտանգ մենք բացարձակապես չենք տեսնում։ Այսինքն կիրացվի նաև տեղական շուկայում։ Տեղական շուկայում ես որ ասեցի, որ 50% մենք լավ պանիրների դեֆիցիտ ունենք, ինքը հեշտությամբ կարող է ընկալել իր մեջ դիվերսիֆիկացիան, ոչ թե այլ արտաքին շուկայից անցնի մեկ այլ ուրիշ արտաքին շուկայի, այլ դիվերսիֆիկացիան կարող լինի ներքին շուկայում։ Դրանով կարելի է բավարարել թեման փակել, իհարկե ոչ։ Մենք իսկապես ցանկացած ոլորտ ցանկալի է գոնե 10-ից 20% իր շրջանառության մասով ունենա արտահանում, որտեղ արտահանումից եկած գումարները իսկապես կարող են, տնտեսապես իսկապես կարող են լուրջ խթան լինել տվյալ ոլորտի պրոգրեսիան, զարգացմանը։ Ու դա տնտեսագետները կասեն ավելի լավ։ Մենք աչք չենք փակում, բայց ներկայիս
կրակը հանգցնելու համար արժե նման մոտեցում տալ այն նախապայմանով, որպեսզի մենք լուրջ աշխատանքներ տանենք զուգահեռ շուկաների տեղական արտադրության, հայկական համայնքների գործոնի հաշվարկի հիման վրա այլ շուկաներ արտահանելու մասով։ Եվ շատ կարևոր է դա կլինի ծաղիկների աճեցման հետ կապված, իրանք խնդիրներ ունեն, ձկնաբույսների հետ կապված իրանք խնդիր ունեն։ Առհասարակ գյուղատնտեսության հետ կապված։ Գյուղատնտեսության որոշ տարբեր շերտեր, որոնք այսօր խնդիր չունեն, վաղը կարող են ունենալ ռիսկերի գնահատման։ Իսկ իրենք նույնպես պիտի սպասեն, որ սահմանափակումներից հայտնվեն։ Այդ ոլորտները ներկայացնող անհատներին կամ կազմակերպությունների հետ խոսակցական, ասենք թեմաների քննարկումները պետք է լինեն ինտենսիվ, պետք է լինեն աշխատանքային, ոչ թե կան լսեն գալիշկա դնեն, որ կանչել են հասարակական կազմակերպությունը մասնակցել է ժողովին եւ այլ, այլ պետք է աշխատանքային ռեժիմների գործընթացը սկսվի։ Ժողովրդավարության նույնիսկ էլեմենտի ու պահանջներից ելնելով նման մոտեցումը կարող է միայն ու միայն դրական արդյունքի։ Պարոն Գիգոյան, այդ ձեր ուրեմն եզրակացությունն է հետաքրքիր, այս սահմանափակումները ինչպիսի էլեմենտներն իրենց մեջ պարունակում, քաղաքական, տնտեսական, թե իսկապես հայկական գյուղմթերքն իրեն մեջ ունի տարբեր ուրեմն խնդիրներ եւ դրա պատճառով միայն ռուսական կողմը ամենատարբեր սահմանափակումներն է կիրառում։ Ներկայիս Ռուսաստանի արտահանման հետ կապված ճգնաժամը ունի միայն մեկ հիմք, մեկ պատճառ, դա քաղաքական է։ Չկա երկրորդ տարբերակ։ Ես նույնիսկ ասեմ ավելին, այն 4 գործարանները, որոնք արտահանում էին իրենց մթերքները, իրենց պրոդուկտները Ռուսաստան, Ռոսեխոզնadzori կողմից պարբերաբար ստուգումների են ենթարկվել։ Առհասարակ մեր ոլորտը Ռուսաստանի հետ կապված ունի շատ 100 դար փորձ աշխատանքի։ Տարբեր պատճառներից ու քաղաքական քամիների տենդենսներից ելնելով Ռոսեխոզնadzorը միշտ գործիքներ է օգտագործել Հայաստանի հանդեպ։ Եվ ցավոք սրտի այդ գործիքների օգտագործման թիրախում նաև հայտնվել են պանրագործները։ Նույնիսկ ռուս-վրացական պատերազմի ժամանակ 2008 թվականին, որ Հայաստանի պանրագործության արտահանման տեմպերը սկսեց կտրուկ աճել, ասենք 1000 տոննա շեմ այդ ժամանակ անցավ, սկսեց աճել, դա պատճառով ռուս-վրացական պատերազմի պատճառով Հայաստանից տրանզիտով հնարավոր չէր լինել պանիր տանել Ռուսաստան։ Պատկերացնում եք։ Դա քաղաքական է։ Միայն ու միայն քաղաքական է։ Մենք ունենք պանրի գործարանները, կներեք, ես մոռացած եմ, պանրի գործարանները այս վերջի 4-5 արտադրողները, որոնք արտահանում էին պանիրներ Ռուսաստան, իրենց տեխնիկական եւ տեխնոլոգիական պատրաստվածությամբ այնքան ուժեղ են, որ տարածաշրջանում նմանատիպները չունեն։ Ռուսների սիրած բանն է, այդ որ ասում է, нет аналогов, не знаю, в мире, нет аналогов в нашем районе, нет на нашем пространстве, нету։ Իրոք չկա, շատ ուժեղ են, շատ հագեցված են։ Բոլոր չափանիշներին համապատասխանում են։ Ո՞նց է դա որ եկան փակեցին։ Իհարկե քաղաքական է։ Շատ լավ։ Եվ դուք ունեք ձեր ձեռքի տակ որևէ հաշվարկ, ըստ որի այս սահմանափակումների համատեքստում որքան գումար է կորցրել հայկական տնտեսությունը եւ առհասարակ որքան գումար էր ստանում միայն կատնամթերք արտահանելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Մոտորապես դա տոնաժով դա 1000 եւ ավել տոննա, 1000 տոննայի շրջանակներում, 1000 պլյուսը, հա, տենց գումարային առումով մոտավորապես մոտ մի քանի միլիոն, ասենք կարող է 7 միլիոն, 5 միլիոն, 6 միլիոն նայած ապրանք ինչ արին դոլարով, բայց այստեղ կարևոր գործում կա։ Արտահանումից ստացված 1 դոլարի գեներացիան ավելի մեծ OGG ունի տնտեսությունում, քան թե տեղում իրացումից ստացված 1 դոլարը կամ 1 դրամը, ինչպես է հարմարել։ Նույնիսկ արտահանման հետ կապված ծրագրերը, որոնք կառուցում են, հիմնական շահը, հիմնական պատճառը դա է, որ դրսից եկած գումարի գեներացիան իսկապես լավն է, արդյունավետությունը բարձր է։ Նման տեսանկյունից որ գնահատենք թիվը բարձր է լինելու։ Իսկ զուտ դա ընդամենը մի քանի 6-7 միլիոն դոլարի մասին է խոսքը գնում, որը ինքը իսկապես մեծ չի։ Զգալի է, բայց մեծ չի։ Շատ լավ։
Տեսեք, մի կողմից ասում եմ, որ Եվրոպան շարունակում է իր դռները բացել հայկական գյուղմթերքի համար, բայց մյուս կողմից էլ օրինակ տեսնում ենք, որ օրինակ մի քանի շաբաթ առաջ դեպի Իսպանիա արտահանված ծիրանը դիցուք, ճանապարհին փչացել էր եւ չէր հասել իրեն ուրեմն նպատակին։ Հիմա ըստ ձեզ հայկական այս դեպքում կատնամթերքը նախ հետաքրքիր է եվրոպական շուկաներին եւ եթե այո, ապա ինչ տեղ ու դիրք կզբաղեցնի եվրոպական շուկաներում հայկական կատնամթերքը, պանիրը, մածունը, կաթը եւ այլն։ Ես խիստ կասկածում եմ, որ Եվրոպան հայկական կատնամթերքի հետ կապված իր տները կբացի։ Ես խիստ կասկածում եմ։ Միգուցե ասենք դիվանագիտական Բարիդրացիական ֆոնի շրջանակներում ինչ-որ պատոհաններ բացվեն, բայց դա հիման վրա կառուցել ռազմավարություն իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի լինի։ Եվ նորից եմ կրկնում, թե ինչպես Ռուսաստանում եւ նույն Եվրոպայում, Միացյալ Նահանգներում կապ չունի որտեղ հիմնական հայկական պանիրների գնորդները դրանք հայերն են։ Ռուսաստանում ռուսները չեն, Ֆրանսիայում ֆրանսիացիները չեն լինելու։ Միացյալ Նահանգներում էլ, ասում չգիտեմ, այնտեղ ազգություն չկա, ուրիշները չեն լինելու, հայերն են լինելու։ Մեր պոտենցիալ շուկան դա հայկական սփյուռքն է։ Այդպես եղել է, կա եւ ավելի քան վստահ եմ, որ լինելու է։ Այլ հարց է թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք կարելի է տանել, ասենք արտաքին գործերի նախարարության հետ ինչպեսի արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ համատեղ ինչպեսի ռազմավարություն կարելի է կառուցել։ Ջերապես կարելի է կառուցել։ Այլ հարցը գործնականում ենք գոնե կհանդիպենք դրա շուրջ քննարկում կունենանք թե ոչ։ Կտեսնենք։ Պարոն Գիգոյան, ինչ քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանի Հանրապետության կառավարությունն առնվազն այսօրվա դրությամբ, որպեսզի եւ տնտեսությունը չտուժի, եւ գյուղմթերքը կարողանա արտահանվել եւ այսպիսով տուժեր, ուրեմն չզգանք մեր վրա որևէ մեր տնտեսությունն իր վրա չզգա որևէ ինչ-որ խնդիրներ։ Եվ որոնք էլ որ կան, ուրեմն սառեն օդում։ Ասում են խորովածը անելուց որպեսզի ոչ միսը վառի, ոչ է շամփուրը, խորոված անողը պետքա փորձառու լինի։ Առհասարակ նմանատիպ հարցերի եւ բացի դրանից, ցանկացած կրիտիկական կետ ունեցող խնդիրները կարան լուծում ստանան միայն ու միայն արհեստավարժ մասնագետների կողմից։ Մենք պետքա մեծ ուշադրություն դարձնենք ճիշտ մասնագետներին ճիշտ տեղում տեսնելու հարցում։ Իսկ առնվազն այսօրվա ուրեմն այն մարդիկ, որոնք ղեկավարում են այս կամ այն կառույցները, արհեստավարժ են։ Խոսքս իհարկե էկոնոմիկայի նախարարության լուրջ հարց է եւ շատ լուրջ պատասխան։ Ես չեմ կարող դրան պատասխանել, ինչքան են արհեստավարժ թե ոչ։ Ամեն դեպքում այն տենդենսները, որոնք կան, այն գործընթացները, որոնք կան, դրանք ճիշտ ուղու վրա են, նենց չի որ սխալ են աշխատում, չէ, ճիշտ ուղու վրա են, այլ հարցը դանդաղ են աշխատում, այլ հարցը որ այն տեխնոլոգիաները, որոնցով իրանք առաջնորդում են աշխատում են, խորցը կառավարման մասին է խոսքը, հին են, հնացող են, հնացած են, այդ ուրիշ հարց է, բայց դե ոնց կարելի ասել, մաս չէ, մասնագետներ կան, Հայաստանում իհարկե մասնագետներ կան, բայց կարելի ավելի, այսպես ասած, զարգացնել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։